Աշտարակի տարածքային հարկային տեսչությունը խստացնում է հսկողությունը այն խոշոր տնտեսվարողների նկատմամբ, ովքեր փոքր և միջին բիզնեսի արտոնյալ պայմաններից օգտվելու նպատակով փորձում են թաքցնել իրական եկամուտները։ Տեսչության կողմից վերլուծությունների նպատակը նաև այն է, որպեսզի կանխարգելվեն այն դեպքերը, որ ռասած արժեքի հարկ վճարողը տրոհի բիզնեսը եւ հայտնվի շրջանառության հարկի դաշտում։ Աշտարակի հարկայինի տեսադաշտում նաև փաստաթղթավորման խնդրի կարգավորումն է։ Տեսչության պետը համոզված է, որ վերլուծությունների եւ թիրախային հսկողությամբ կբարձրանա հատկապես շրջանառության հարկի դաշտում գործող առևտրային կազմակերպությունների փաստաթղթավորման մակարդակը։ Նախարարի հրամանի համաձայն մենք օգտագործում ենք տարբեր տեսակի վերլուծական աշխատանքներ տարբեր ուղղություններով, որպեսզի խթանենք փաստաթղթավորման մակարդակը։ 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է չափագրման 13 ուսումնասիրություն, ինչի արդյունքում երկու տնտեսվարողի հայտարարագրած հարկային վնասը պակասեցվել է 375 միլիոն դրամով, 4 տնտեսվարողի շահութաբերության մակարդակն աճել է 6.5%-ով։ 45 բարձր չգրանցված աշխատողների ստուգում ենք իրականացնել եւ շարունակաբար ավելացնելու ենք մեր վարչահայտությունը այդ ուղղությամբ։ Աշտարակի տեսչության պետը պնդում է, որ բացատրական աշխատանքների շնորհիվ օրինախախտ հարկատուներից շատերն են ինքնական փոխել հարկային ռեժիմը։ Այդպիսի հարկատու էր նաև ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող տնտեսվարողը, որը հենց հաջորդ օրն էլ գործունեությունը շարունակել է ավելացված արժեքի հարկի դաշտում։ Հարկային սխալներ են հայտնաբերվել նաև Հայկ Ահարոն ՍՊ-ում։ Ընկերությունը նույնպես տեղափոխվել է ավելացված արժեքի հարկման դաշտ։ Տեղեկատվական բազայի վերլուծության արդյունքներով եւ ապրանքային մնացորդների համեմատության արդյունքում պարզվել է, որ տվյալ կազմակերպությունը իր շրջանառության ծավալները մոտ 2 անգամ թեր հայտարարագրել է։ Տարվա առաջին կիսամյակում 187 միլիոն դրամի անհամապատասխանություն կա, որից 83 միլիոն դրամն արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե։ Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետն անբարեխիղճ տնտեսվարողներին հորդորում է խուսափել հարկային իրավախախտումներից ու ներկայացնել ճշգրիտ հաշվարկներ։ Գրիգոր Գևորգյան, ժամը լրատվական։